Առաջին անգամ է Բաքվում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, այն էլ 120 հոգանոց պատվիրակությամբ։ Պատվո պահակախումբ է կանգնած, պատրաստվում են Իրանի ու Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպմանը։ Մինչև այսօր մի անգամ Ալիևն է զանգել Փեզեշքյանին շնորհավորելու նախագահ դառնալու առիթով, մի անգամ էլ Իրանի նախագահն է զանգել Ալիևին։ 2024-ի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարի համար ցավակցություն հայտնելու։ Ձանաբ Իրան Իսլամ Ռեսպուբլիկասının պրեզիդենտի։ Այսօր արդեն տարածաշրջանի խնդիրներն են Ալիևի ու Փեզեշքյանի օրակարգում։ Ըստ նախապես տարածված հաղորդագրության, նրանք պետք է քննարկեն անդրսահմանային շուկաների զարգացման, Ջուլֆան-Նախիջևան երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերը, ինչպես նաև ռազմավարական թեմաների շուրջ համագործակցությունը, ներառյալ Կասպից ծովի իրավական կարգավիճակը։ Արդեն հանդիպման ընթացքում Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Մեհդի Սանային հայտնել է, որ Մասուդ Փեզեշքյանի այցի օրակարգը փոփոխվել է։ Հավանաբար նա նախատեսում էր 1 օրից ավելի անցկացնել Բաքվում, բայց դա չի ստացվի։ Բենդեր Աբասում բռնկված մասշտաբային հրդեհից հետո իրավիճակը նրա անձնական վերահսկողության կարիքն ունի։ Ըստ ծրագրի Փեզեշքյանը պետք է պաշտոնական հանդիպումներ ունենա, փաստաթղթեր ստորագրի, մասնակցի գործարար համաժողովին, հանդիպի Ադրբեջանում ապրող իրանցիների հետ։ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ շուտով նորից Ադրբեջան կվերադառնա կիսատ թողածը ավարտին հասցնելու։ Որոշ ժամանակ անց ես նորից իմ եղբոր հյուրը կլինեմ։ Այստեղ ես ինձ օտար չեմ զգում։ Իրանում տեղի ունեցած պայթյունի պատճառով չեմ կարող երկար մնալ այստեղ։ Փեզեշքյանին ու Ալիևին հաջողվել է փաստաթղթեր ստորագրել, համատեղ հայտարարություն, քաղաքական երկխոսության 2025-ից 27 թվականների ծրագիր, համագործակցություն ԶԼՄ-ների, տրանսպորտի ու մշակութային ոլորտում։ Ալիևին ականջահաճո հայտարարություն է արել Փեզեշքյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին։ Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածքի անբաժանելի մասն է եւ մենք հարգում ենք այն։ Մեր ներկայությունն Ադրբեջանում ուղղված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը։ Ալիևը նույնպես հույս է հայտնել, որ Իրան-Ադրբեջան կապերը ամուր կլինեն ու կամրանան նախատեսված ծրագրերի իրականացումից հետո։ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը մեծ օգուտ կբերի այդ ծրագրին մասնակցող բոլոր երկրներին։ Զանգեզուրի միջանցքի մասին հրապարակային հայտարարություններ չեն հնչել։ Ադրբեջան այցի նախօրեին Փեզեշքյանը Թեհրանում ադրբեջանական պետական ASTV հեռուստաընկերության հետ զրույցում վերահաստատել էր Իրանի մոտեցումը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Ոչ ոք չպետք է աչք դնի ուրիշի տարածքի վրա։ Խնդիրները սկսվում են այն պահին, երբ չենք ցանկանում բավարարվել մեր իրավունքի սահմաններով, երբ դա տեղի է ունենում, տարաձայնություններն անխուսափելի են։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները եւ բնականաբար նույն սկզբունքի հիման վրա պաշտպանելու ենք նաեւ Հայաստանի իրավունքները։ Մենք ձգտելու ենք, որ երկու կողմերն էլ կարողանան խաղաղության, եղբայրության ու բարիդրացիության սկզբունքների հիման վրա նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապրել կողք կողքի եւ օգնել միմյանց։ Փեզեշքյանը հիշեցրել է, որ Իրանը Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում դեպի Նախիջևան իր տարածքով, այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում ու կան պայմանավորվածություններ։ Փեզեշքյանի կարծիքով հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության հասնելու ճանապարհը նույնպես միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելն է։ Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը ու մեկս մյուսից տարածքային պահանջներ չունենանք։ Դա առաջին ու հիմնական օրենքն է։ Ըստ ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան գրառման, հարցազրույցի ադրբեջանական տարբերակում, որտեղ Փեզեշքյանի պարսկերեն խոսքը թարգմանված է ադրբեջաներեն, Իրանի նախագահի խոսքի որոշ հատվածներ ընդհանրապես հեռացված են, որոշ հատվածներ լրիվ այլ կերպ են թարգմանված։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։